ԱՄՆ նախագահը մեկնաբանել է լուրը, թե Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Օմանն են համոզել իրեն հրաժարվել Իրանի վրա հարձակվելու մտադրությունից։ Ոչ ոք չի փորձել ինձ համոզել, ես ինքս եմ ինձ համոզել, լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ Նա հավելել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են 800 ձերբակալված ցուցարարների մահապատիժը։ Իրանի շուրջ զարգացումների ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի եւ Օմանի արտաքին գործերի նախարարները։ Սերգեյ Լավրովը եւ Բադր բին Համադ Ալ-Բուսայիդին համաձայնել են, չի կարելի թույլ տալ, որ տարածաշրջանում հակամարտություն սկսվի։ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն ընդգծվել է, որ Իրանում լարվածությունը սրել են արտաքին ուժերը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ հանդիպելու Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով Կիևն ակտիվորեն աշխատում է Վաշինգտոնի հետ կարևոր փաստաթղթերի եւ համաձայնագրերի ուղղությամբ։ Զելենսկին հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն ռուս-ուկրաինական կարգավորման դիվանագիտական ջանքերին։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է անվտանգության երաշխիքների եւ երկրի վերականգնման փաթեթի վերջնականացման կարեւորությունը։ Խնդիրն այդ փաստաթղթերը շտապ ստորագրելը չէ, կարևոր է երաշխավորել, որ Ուկրաինան պատերազմից հետո ձեռնունայն չմնա ու նաև ֆինանսական աջակցություն ստանա, հավելել է Զելենսկին։ Ակնկալվում է, որ Վաշինգտոնի եւ Կիևի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Մայամիում։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել էր Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է ռուս-ուկրաինական կարգավորման գործարքի, մինչդեռ Կիևը խոչընդոտում է գործընթացը։ Նա հայտարարել էր, իր երկիրը երբեք չի խոչընդոտել եւ չի խոչընդոտի խաղաղությունը։ Ռուսական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ Ուկրաինան ոչնչացնելու փորձերն ապացուցում են, որ Մոսկվային խաղաղության համաձայնագրեր պետք չեն, շեշտել է Զելենսկին։ Նա հավելել էր, որ ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները 20-ից 30 ժամ մնում են առանց էլեկտրականության։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը հանդիպել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնած Դելսի Ռոդրիգեսի հետ։ Արևմտյան զլմ-ների տվյալով հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ։ Նշվում է, որ Ջոն Ռեդկլիֆը Կարակաս է մեկնել Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ փոխանցելու, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է երկկողմ հարաբերությունների բարելավում։ Ռեդկլիֆը եւ Ռոդրիգեսը քննարկել են երկրների միջև տնտեսական գործակցության հեռանկարը եւ այն, որ Վենեսուելան այլևս չպետք է վտանգ ներկայացնի Միացյալ Նահանգների համար։ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ բանակցություններին ընդառաջ Ռոդրիգեսը հանդես էր եկել ելույթով, հայտարարել, որ պատրաստվում են բարեփոխումներ իրականացնել նավթարդյունաբերության ոլորտում եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավել։ Նրա խոսքով ստացված միջոցները կարող են ուղղվել նաեւ այլ ոլորտների զարգացմանը, տարբեր ենթակառուցվածքների վերականգնմանը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ ամերիկյան նավթային ընկերությունները կաշխատեն Վենեսուելայում, իսկ ստացված շահույթը կծառայեցվի ի շահ Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարող է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կփորձեն խանգարել Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր ծրագրին։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներով, ասել է Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նա համոզմունք էր հայտնել, որ եթե Միացյալ Նահանգները չվերահսկի կղզին, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը։ Գրենլանդիայի իշխանությունը դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգներին միանալու հեռանկարին, նախընտրելով մնալ Դանիայի թագավորության կազմում։ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան եւ Նիդերլանդները հետախուզական առաքելության շրջանակում զինվորականներ են ուղարկել Գրենլանդիա տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու համար։ Դանիայի եւ կղզու պատվիրակություններն էլ հանդիպել են Միացյալ Նահանգների փոխնախագահի եւ պետքարտուղարի հետ։ Դանիական կողմը տեղեկացրել է, որ չի հաջողվել համոզել Վաշինգտոնին հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերից։ Ակնկալվում է, որ բանակցությունները շարունակվելու են։ Դիանա Գասպարյան, լուրեր։